Տիկին Մանավազյան, իհարկե իմ գործընկերը Պարոն Մինասյանը իմ հարցերի ցանկը որ պետք է հնչեցնեի, որոշակի հարցեր տրվեց, սակայն համայնքներին ստուգման բազմաթիվ գործիքակազմեր կան, այդ թվում վարչական վերահսկողություն կա, դատախազությունը այնա արդեն տվել ենք մեծ լիազորություններ, երբ ուզում մտնում է, երբ ուզում դուրս է գալիս, այստեղ իրականում համայնքների ինքնուրույնության խնդիրը վերանում է, այստեղ ուրիշ բան չկա, եւ դուք ասում եք մենք շահագրգիռ կողմերը հետ չեն քննարկել, դեկի հետ են քննարկել, բնականա ցերտեք, նա դրական եզրակացություն կտա։ Եվ այստեղ ստուգումների մասին օրենքում ակասություն կա, որտեղ ստուգումների մասին օրենքը այլ բան է կարգավորում։ Իսկ դուք ՊՎԾ-ին տալու եք մեծ հնարավորություն, որ երբ ուզենա ինքը մտնելու է եւ ստուգելու է այդ համակարգը։ Բացի դա Նաև իրանք իրենց բյուջեները, ծախսարդյունավետությունը, մնացած բոլորը թափանցիկ ներկայացնում են։ Ինքը տեղ ինչ պետք է ուսումնասիրի։ Եթե այդ ուսումնասիրությունը ինքը բյուջեն ընդունում է ուղարկում արտադրության նախարարության դրական եզրակացության, իր աստիճանացուցակ օրինակել հաստատում է ՏԵԿ-ի հետ եւ մնացած բոլոր հարցերը գնումների մասին օրենքով ղեկավարվում է, դա թափանցիկ է, ՊՎԾ-ն ստեղ ինչ ունի անելու, որ մի հատ էլ հրացիչ ավարտում եմ, գործիքակազմ եք դնում, սա զուտ մահակ է համայնքներին եւ համայնքի ղեկավարներին ճնշելու եւ եւս մեկ անգամ բերելու ձեր դաշտ, որ այն համայնքի ղեկավարը ով ձեր սրտով որոշում չի կայացնելու, մտցնելու է ՊՎԾ-ն եւ սկսելու այդ մարդկանց ճնշել այդ ամբողջ խնդիրը։ Պարոն Ղազարյան, շնորհակալ եմ հարցի համար, բայց բացարձակ չեմ կիսում ձեր մտահոգությունը, որ համայնքի ղեկավարների ծախսերի եւ ընթացքը, այսինքն բերելու ենք, կներեք, ՊՎԾ-ի դաշտ եւ փորձել ենք դրանով ճշտել։ Դիցուք խնդրում եմ մեկ օրինակ բերեմ, մի քիչ միգուցե շատ կոպիտ կլինի այդ օրինակը, բայց կարող է ավելի ճիշտ հասկանանք։ Տեսեք, ենթադրենք ինչ-որ համայնքում, օրինակ, չգիտեմ, Փամբակի համայնքի ղեկավարը ավականու որոշմամբ որոշել է, որ իր համայնքի ղեկավարի տեղակալի համար մեքենա պետք է գնենք, ծառայողական մեքենա։ Մեքենայի գնման անհրաժեշտությունը, արդյունավետությունը որևէ մեկը չի դնելու եւ գնացի ինչու է ավականով որոշել այդ մեքենան գնել։ Այդ գնման ընթացակարգը եւ օրինականությունը, այո, պետք է նայի եւ պետք է իմանանք, արդյոք դա գնումը ճիշտ է արվել, փոխկապակցված անձիկ կան, կամ ինչպես արել, արդյոք այն արժեքը, որով գնումը։ Ես խնդրում եմ, սա մի դիտարկեք, որ մենք կամ համայնքը կամ ՊՎԾ-ն ճնշում է գործադրելու համայնքների անկախության եւ ինքնուրույնության վրա որևէ ազդեցություն չի ունենալու այս նախագիծը։ Արձագանք։ Տիկին Մանավազյան, այդ ձեր ասած գործընթացը հիմի կարգավորվում է, ավելի կարևոր ու ավելի լավ, քան ստե ձեր բերած նոր օրենքով եւ դուք չասեցիք, ստեղ ստուգումների մասին օրենքի խախտում կա, որտեղ ստուգումների մասին օրենքով այլ բան է նախատեսում, բայց դուք ՊՎԾ-ին առանց լիազորություն եք տալիս, որ ինքը առանց իրազեկելու մտնի այդ համայնք, ցանկացած պահի հաշվի չառնելով այդ համայնքի բնականոն աշխատանքի կորձնեությունը։ Եվ այդ մասին որ ասում եք գնումների մասին օրենքը թափանցիկ է, արտադրության նախարարություն ուղարկում է այն նորմատիվային ակտեր, որոնք ֆինանսական բնույթի են։ Սրանք լրիվ մեր թիմի մասին օրենքով, գնումների մասին օրենքով կարգավորում է։ Ես ուղղակի ՊՎԾ-ին ես լիազորություն տալու բանը չեմ հասկանում ճիշտ ասած, ավելորդ, ես ասում եմ ավելորդ, դուք ասում եք չէ, կարևոր է։ Դրանք բոլորը կարգավորում են եւ վերջի հաշվով համայնքի հավաքանին է որոշում։ Ինքնուրույնությունից եք խոսում, եթե համայնքի հավաքանի գտնում է, որ առաջնային պահանջվող իր խնդիրները լուծել է եւ համայնքի կարիքների համար անհրաժեշտ է ծառայողական մեքենա գնել, որը ըստ գործող նորմերի լիտրաժին, կիլոմետրաժին համապատասխան, թող գնի ինչ խնդիր կա։ Պարոն Ղազարյան, մենք վերջերս, եթե ավարտացիք շնորհակալ։ Մենք վերջերս Նայիրի համայնքում հաշվեկնիչ պալատը եզրակացություն էր ներկայացրել, որի 80% մեծ մասը գնումների ընթացակարգին վերաբերող խնդիրներ էր։ Այդ ընթացակարգերը, եթե հաշվեկնիչ պալատը մեզ չներկայացրել այդ խնդիրները, ստուգման ընթացակարգերով ինչպես էր դա պարզվելու։ Ուզում եմ հասկանամ, հաշվեկնիչ պալատը ունի տարվա համար նախատեսված պլան, իսկ պետական վերահսկողական ծառայությունը ցանկացած պահի ձեր, իմ դիմումի հիման վրա կարող է այդ ուսումնասիրությունը կատարել օրինականության վերաբերյալ միայն եւ դա որևէ ձևով ես չեմ համարում, որ դա ճնշում է կամ խոչընդոտ է այս նախագիծը ընդունելու համար։